Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի մայրաքաղաք Երևան տարավ։ Օրվա հյուրը թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանն է։ Ալվարդ Ջիվանյան, թարգմանիչ, հեքիաթագետ։ Ծնվել է 1964 թվականին Գյումրիում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, ռոմանագերմանական լեզուներ և գրականություն մասնագիտությամբ։ Թեկնածուական թեզը պաշտպանել է 1990 թվականին Մոսկվայի լեզվաբանական համալսարանում։ 1991 թվականից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս է։ 2009 թվականին Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան թեմայով։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է բանահյուսական և գրական հեքիաթների փոխառնչություններ, հայ հրաշապատում հեքիաթ, հեքիաթի պոետիկայի հարցեր։ Այս հարցերին առնչվող բազմաթիվ հոդվածների և մենագրությունների հեղինակ է։ Ելույթներով հանդես է եկել մի շարք գիտաժողովներում Երևանում, Էդինբուրգում, Լոնդոնում, Փարիզում, Շեֆիլդում, Պրահայում, Սասեքսում և այլուր։ 2009 թվականից Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավարն է։ 2016 թվականից Ալվարդ Ջիվանյանը սկսել է հայերեն թարգմանել Ջոան Ռոուլինգի Հարի Փոթեր հայտնի վիպաշարը։ Թարգմանել է նաև մի շարք այլ հայտնի և սիրված մանկապատանեկան գրքեր, որոնցից են Խորհրդավոր պարտեզը, Մերի Փոփինս, Փիթեր Փեն, Վինի Փուհ արջուկը և այլն։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ այսօր ձեզ, շատ կարևոր է այս հանդիպումը ինձ համար, իմ առաջին զբաղմունքը իհարկե թարգմանությունը չէ, ես շատ վաղուց դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, ավարտելուց հետո իսկ ասպիրանտուրայից և պաշտպանությունից հետո ատենախոսության, ուրեմն ես դասախոսում եմ պետհամալսարանում և մի առարկա, որ ձեզ հետաքրքիր է, պարզունակ եթե ասեմ, ինչպես թարգմանել հեքիաթ և բանահյուսություն և վերջին տարիներին արդեն մեր ամբիոնի շնորհիվ, որը մասնագիտացում է ենթադրում դասախոսների, ևս մի գիտակարգ, որը ձեզ շատ կհետաքրքրի, մանկական գրականության տեսություն։ Ճիշտ է, անգլալեզու, բայց անխուսափելիորեն մանկական գրականությունը, անգլիական մանկագրությունը համեմատվում է մեր մանկագրության հետ։ Որպես թարգմանիչ ես իմ գործունեությունը սկսել եմ դեռ ուսանող տարիներին, հետո եղել է բավականին երկար ընդմիջում, գիտական աշխատանքով էի զբաղված և վերսկսվեց այնպիսի մի սիրելի ինձ համար շատ թանկ գրքի թարգմանությամբ, ինչպիսին Փիթեր Փենն է, որը կարծում եմ ձեզ նույնպես ծանոթ է, իսկ այն, ինչի հետ կապված մենք այսօր հանդիպում ենք, իհարկե Հարի Փոթեր վիպաշարն է, որ անգամ դժվար է գիրք անվանել, որովհետև բաղկացած է, գիտեք, 7 գրքերից և ևս մեկը, որ արդեն վեբ չէ, այլ համահեղինակային գործ է, Հարի Փոթերը և անիծված երեխան, այնքան էլ վստահ չեմ, որ դա էլ կթարգմանեմ, կանխեմ ձեր հարցը, ովքեր կարդացել են Հարի Փոթերը, շատ հաճախ են ինձ գրում այս մասին, ես արդեն ավարտել եմ 6-րդ հատորը, խմբագրական փուլում ենք վերջին աշխատանքները, որից հետո ես նորից աչքի եմ անցկացնելու խմբագրի
արած փոփոխությունները մի մասի հետ անշուշտ կհամաձայնեմ, որոշ բաներ կճշտենք, դարձյալ կսրբագրվի եւ կփոխանցվի Հարի Փոթերի 6-րդ հատորի տեքստը էջադրողին։ Էջադրել, ովքեր չգիտեն, նշանակում է գրքի տեսք տալ, որ նույնպես շատ կարևոր փուլ է, իսկ ամենացանկալի, ամենասպասված փուլը իհարկե այն փուլն է, երբ գիրքը իջնում է տպարան։ Եվ այնտեղից դուրս են գալիս գրքի էջերը, դեռ չկարված, դեռ չսոսնձված, նայած ինչպիսին է գիրքը, իմ անձնական էմոցիաներից մի բան ասեմ, երբ գիրքը տպագրվում է, ես ինքս իջնում եմ տպարան, շատ եմ սիրում ձեռք տալ եւ հոտոտել գրքի էջերը ու միշտ ինձ հիշեցնում է նոր թխած լավաշ։ Անցնենք Հարի Փոթերին ձեր թույլտվությամբ։ Ինչի մասին է գիրքը, ովքեր կարդացել են գիտեն, առանձնանում է մի գլխավոր կերպար, Հարի Փոթեր անունով տղա։ Նկարները բոլորը տեսել եք, հատկապես ֆիլմից, ճիշտ է, իմ պատկերացրած Հարի Փոթեր այնքան էլ չի համապատասխանում գրքի ֆիլմի հերոսին, որովհետև Ռեդկլիֆը փոքր տարիքում բավական կերած խմած կլորիկ թշերով, այտերով շատ սիրունիկ երեխա է։ Կարծում եմ չէր կարող իսկական գրքի Հարի Փոթերը այդպիսին լինել, որովհետև կիսաքաղց էր, բավականին տանջված, ես նրան անվանում եմ մոխրոտ տղա։ Բայց ֆիլմը այլ բան է, ֆիլմը պետք է անպայմանորեն ինչ-որ մի էսթետիկ պատկեր տա մեզ, ինչ-ինչ հանգամանքների բերումով պարզվում է, որ ինքը ունի արտառոց ունակություններ, նամակներ են ուղարկում, այդ բվերով տեսարանը դուք հավանաբար տեսել եք, ինչպես է նամակներ ստանում կախարդների և հուկների դպրոցից, և վերջապես հայտնվում է Հոգվորտս անունով մի դպրոցում, որը կախարդների և վհուկների դպրոց էր։ Բազմաթիվ հետաքրքիր պատմություններ, սարսափելի արարածներ, ամենակարևորը զարմանահրաշ առարկաներ, ինչպիսին կերպարանափոխությունն է, ես չգիտեմ այդպիսի առարկա իհարկե դուք չեք անցնում, բայց կարելի է ինչ-որ համեմատություններ անել։ Ես փորձեմ հանդես գալ ոչ թե որպես թարգմանիչ, այլ որպես թարգմանության տեսության մասնագետ, ինչ է թարգմանությունը առհասարակ։ Ինչ է այն ձեր կարծիքով, եթե չեմ խախտի մեր օրակարգը, ես կուզենայի ինչ-որ մեկ ասի թարգմանությունը ինչ բան է, ըստ ձեզ։ Արդյոք այն կարևոր է։ Առաջին հերթին պետք է թարգմանությունը ինչ պատճառով։ Մենք կարող ենք իմանալ միայն մեկ լեզու, օրինակ մեր մայրենի լեզուն։ Մենք չենք կարող իմանալ բազմաթիվ լեզուներ։ Եթե խոսքը Հարի Փոթերի մասին չէ, դուք շատ լավ գիտեք, որ կան այլ լեզուներով գրքեր, տարածիորեն մի 10 տարի առաջ մենք լուրջ խնդիր ունեինք հրատարակչությունում շվեդերեն մանկագրությունը թարգմանելու, հիմա արդեն կա թարգմանիչ։ Թարգմանությունը ըստ էության կամուրջ է, որը կապում է երկու մշակույթներ։ Ես կարող եի ասել երկու լեզուներ, ասենք անգլերենից հայերեն, բայց ավելի ճիշտ է իհարկե ասել երկու լեզվա մշակույթներ, որովհետև եթե գիտեք լեզուն միայն եւ չգիտեք այդ լեզուն կրող, այդ լեզուն ծնող մշակույթը, թարգմանությունը կարող է շատ անշուք եւ անօգնական լինել։ Կարող եմ այսպիսի օրինակ բերել, երբ լույս տեսավ Հարի Փոթերի առաջին հատորը, ես ստացա բազմաթիվ նամակներ, պետք է շնորհակալ լինեմ ընթերցողներին, հիմնականում դրական գնահատականով, գովեստի խոսքեր եւ այլն, եւ մի տասնյակ նամակներ, որտեղ ընթերցողները փորձում էին ուղղել ինձ, որ ես սխալ եմ տարադարձել անունները։ Ակնհայտորեն հենվելով ֆիլմի եւ ռուսերեն թարգմանության վրա։ Բայց քանի որ բրիտանական մշակույթը ինձ համար շատ մոտ մշակույթ է եւ ես անգամ դժվարանում եմ հաշվել, թե քանի անգամ եմ ես ճամփորդել Շոտլանդիա, հատկապես Իռլանդիա եւ Անգլիա, այդ տարադարձումը ինձ համար ոչ թե բառարանային ինչ-որ մի բան է, այլ ես լսել եմ այդ անունները հնչելիս։ Օրինակ բերեմ մի հայտնի պերսոնաժ կա Հարի Փոթերի ընկերը Շեյմուս Ֆինեգանը, որը իռլանդացի է, ինձ ուղղում էին երեխաները, որ պետք է լինի Սեամուս, ինչպես ռուսերեն տեքստում։ Պարզապես օրինակ է սա, Շեյմուսը իռլանդական անունն է, համարժեք Ջեյմսի եւ հնչում է Շեյմուս, ոչ թե Սեամուս։ Հետաքրքիր բանավեճ եղավ Հերմայոնի անվան հետ կապված, որովհետև բոլորը գտնում են, որ Գերմիոնա է։ Սա մեր կապվածությունն է, մեր արդեն իմացած տեքստերի եւ ֆիլմերի, մենք շատ դժվարությամբ ենք հրաժարվում դրանցից։ Այդ շարքից է Վինի
վինի փու արջուկը, հա, վինի թուղ տարբերակը կար, որից ընթերցողը շատ դժվարությամբ հրաժարվեց, բայց միշտ ցանկալի է մոտ լինել բնագրին եւ հնչեցնել անունները այնպես, ինչպես իրենք հնչում են մայր մշակույթում կամ թարգմանաբանության մեջ ընդունված է աղբյուր մշակույթում։ Ուրեմն թարգմանությունը միավորում է ոչ միայն լեզուները, ոչ միայն կամրջում է երկու լեզու կամ ավելի լեզուներ, այլև միավորում է մշակույթներ։ Եվ թարգմանչի համար շատ կարևոր է այդ կամրջելը, այդ միավորելը, այդ անցումը։ Իդեպ անգլերեն translate բառը հենց նշանակում է անցում։ Շատ ճիշտ է, որ թարգմանիչը հնարավորություն ունենա ծանոթ լինել այն մշակույթի հետ, որ ինքը թարգմանում է։ Հիմա ես հասա մի շատ տեսական կետի, ինչ թարգմանություններ են լինում։ Կարծում եմ ձեզ քաչ հայտնի է, որ կա այսպես կոչված համընթաց թարգմանություն, երբ խոսողին գրեթե զուգահեռ դուք թարգմանում եք, որպես ապագա մասնագետներ ասեմ, որ եթե մտածենք վարսատրության մասին, սա շատ լավ մասնագիտություն է, լավ վարսատրվող, կարելի է խոսել գրավոր թարգմանության մասին, բանավոր թարգմանության մասին, իսկ ավելի երիտասարդ սերունդը կամ նույնիսկ հենց մենք արդեն գիտենք, որ կա համակարգչային արհեստական, չէ, բանականության թարգմանություն, որը գնալով կատարելագործվում է եւ գրեթե անհնար է տարբերել, արդյոք դա մարդու կողմից է արված, թե թարգմանչի։ Բայց կա նաև մի այսպիսի հետաքրքիր դասակարգում թարգմանությունների, մեկի մասին ես խոսեցի, միջլեզվական թարգմանություն, ուրեմն Հարի Փոթերի հայերեն թարգմանությունը համարվում է միջլեզվական թարգմանություն անգլերենից։ Կա ներլեզվական թարգմանություն, գրական լեզվի եւ բարբառի միջև, իդեպ եթե մենք որևէ գիրք արևելահայերենից թարգմանենք արևմտահայերեն, հա, օրինակ ես լավ չգիտեմ ձեր ուսումնական ծրագրերը, կարծում եմ բոլորից ծանոթ է Հակոբ Պարոնյան հեղինակը։ Այո, թե ոչ։ Նա գրում է արևմտահայերեն։ Եթե թարգմանենք Հակոբ Պարոնյանին արևելահայերեն, մենք կունենանք ներլեզվական թարգմանություն։ Եվ կա մի շատ հետաքրքիր տեսակ թարգմանության, որ կոչվում է միջնշանային թարգմանություն։ Փորձեմ շատ կարճ բացատրել, լեզուն նշանային համակարգ է։ Լեզվից բացի կան այլ նշանային համակարգեր, օրինակ երաժշտություն, օրինակ կինո։ Եթե Հարի Փոթերի անգլերեն կամ ցանկացած լեզվով տարբերակ մենք ընդունում ենք որպես լեզվական նշաններով արտահայտված, հա, նյութ, ուրեմն դրա ֆիլմ տարբերակը կլինի միջնշանային թարգմանություն, երբ մենք շարժվում ենք լեզվից դեպի կինո։ Կարող է լինել երաժշտություն, դուք գիտեք, կա նաև երաժշտություն այդ մոտիվներով, սա նույնպես միջնշանային թարգմանություն է։ Մի կարևոր հարց, ես կարծում եմ այդ հարցը դուք վերջում գուցե թե տայիք ինձ, որքանով է ազատ թարգմանիչը։ Այսինքն ինչ փոփոխություններ կարող է անել թարգմանիչը, վիճակագրորեն ես կարող եմ ասել, որ նստածներից մի քանիսը անպայման կուզենան հետո թարգմանել, երբ արդեն լավ կիմանան թե մայրենի լեզուն, թե որևէ օտար լեզու, ով է թարգմանիչը առհասարակ։ Այս թեմայով ես մի քանի դասախոսություն եմ կարդացել եւ իհարկե հանդես եմ եկել թարգմանչի դիրքերից, հոգուտ թարգմանչի, որովհետեւ կան հեղինակներ, որոնք փորձում են թարգմանչին սեղմել։ Օրինակ այդ հեղինակներից է ես կասեմ հեղինակի անունը, դուք ինձ կասեք ծանոթ է ձեզ, թե ոչ, թեկուզ ուսուցիչները, կա էլի ֆենթեզի գրականության մի շատ հայտնի հեղինակ Նիլ Գեյման, որը գրել է Coraline վիպակը, որը թարգմանվեց հայերեն, շատ հայտնի հեղինակ է, եւ նա մի այսպիսի նախադասություն է ասում, do not stand between me and my reader, թարգմանչին է ուղված, մի կանգնեք իմ եւ իմ ընթերցողի արանքում, հա, ես չեմ հանդիպել Գեյմանին, բայց ես կուզենայի հանդիպելիս այդպիսի հարց տալ, իսկ որտեղ կանգնեմ, որովհետեւ եթե ես պետք է թարգմանեմ, եթե ես իր հեղինակային տեքստը պետք է հասցնեմ, իմ ընթերցողին բնականաբար ես պետք է կանգնեմ իրենց արանքում, բայց ինքը մի փոքր այլ բան էլ նկատի ունի, Գեյմանի ասածը այն է, որ մի փորձեք իմ տեքստը թարգմանել մեկնաբանելով,
Հատկապես հեղինակները չեն սիրում, սա գաղտնիք է երևի, բայց ես ձեզ ասում եմ, երբ թարգմանիչները անում են տողատակի բացատրություններ են բերում։ Տողատակի բացատրությունը դուք գիտեք ինչ բան է, երբ բուն տեքստից, մայր տեքստից զատ, տողատակին ինչ-որ բաներ են բացատրվում։ Ես շատ երջանիկ էի այս հնարավորությամբ, որովհետև շատ բաներ կան ոչ միայն Փոթերում, այլև բրիտանական կենցաղում, որ մեր ընթերցողի համար դժվար հասկանալ է, ամեն տեսակ կերակուրներ, խմորեղենի անուններ, չէ՞։ Զարմանալիորեն գործակալությունը Լոնդոնի խնդրեց, որ մենք այլևս տողատակեր չանենք, ելնելով կոմերցիոն նկատառումներից, որ Հարի Փոթերը բոլոր լեզուներով պետք է ունենա ճիշտ այն տեսքը, որ ունի բնագրում, որովհետև դուք հավանաբար լսել եք հեղինակային իրավունքի մասին, վերցնելով, գնելով հեղինակային իրավունքը, մենք պարտավորվում էինք Փոթերի պարագայում պահպանել նաև գրքի ոչ միայն ձևավորումը, այլև էջերի ձևավորումը, էջերի փռվածքը։ Ուրեմն ով է թարգմանիչը, որը գեյմանը, որին չի ուզում կանգնած տեսնել հեղինակի եւ թարգմանչի միջև։ Ըստ էության, որպես թարգմանիչ կարող եմ ասել, որ թարգմանիչը նաև հեղինակ է։ Նա սուրոգատ հեղինակ է, որովհետև ինքը հեղինակը չէ բնագիր տեքստի, բայց ինքը հեղինակն է իր տեքստի, հայերեն տեքստի։ Եվ որքան էլ փորձի թարգմանիչը հարազատ մնալ հեղինակի ոճին եւ լեզվին, միևնույն ինքը կենթանի մարդ է, արհեստական բանականություն չէ, եւ հատկապես եթե որոշ հավակնություններ ունի ինքն էլ գրելու, անպայմանորեն այդտեղ իր անհատական ոճը կարող է արտահայտվել։ Սա է պատճառը, ըստ իս ամենամեծ հայ թարգմանիչներից մեկը, եթե ոչ ամենամեծը, Հովհաննես Թումանյանն է։ Եվ երբ կարդում եմ իր թարգմանությունները, հատկապես Գրիմ եղբայրների հեքիաթների, փայլուն թարգմանություններ են, բայց տեսնում ես Թումանյանին տողերի հետևում։ Որքան ընդգծված է տվյալ հեղինակի անհատական ոճը, այնքան ինքը որպես թարգմանիչ նկատելի է եւ գուցե սա ճիշտ է։ Թարգմանիչը նաեւ ընթերցող է, որովհետեւ որևէ տեքստ թարգմանելիս պետք է նախ եւ առաջ կարդաս։ Եվ սա շատ հետաքրքիր process է, քանի անգամ ես կարդում այդ թարգմանվելիք տեքստը, նախ կարդում ես, որպեսզի ծանոթանաս գրքին, հետո կարդում ես, որպեսզի ճիշտ թարգմանես, հետո կարդում ես եւս մեկ անգամ, իսկ հետո կարդում ես արդեն քո թարգմանածը։ Դա շատ հետաքրքիր process է, իսկ հետո անում ես համեմատություն։ Եվ երբեմն պատահում է, որ նկատում ես բաներ, որ դու առաջին ընթերցանության ժամանակ չես նկատել։ Թարգմանչի ազատությունը որքան է, հա, որքան մոտ բնագրին, այնքան լավ։ Հնարավոր չէ, որ լինի մեկին մեկ համապատասխանություն քերականական համակարգերի, հա։ Նույնիսկ եթե նույն ժամանակաձևի մասին է խոսքը, օրինակ անցյալ կատարյալի, բաներ կան, որ անգլերեն ասվում են վաղակատարով, հայերեն պետք է թարգմանվի անցյալ կատարյալով եւ հակառակը։ Սրանք կարևոր գիտելիքներ են, հատկապես քերականությունից եւ համեմատական քերականությունից։ Մենք շատ ունենք մանկապատանեկան գրքեր, որոնք թարգմանված են ոչ թե բնագիր տեքստից, այլ թարգմանված են երկրորդ լեզվից։ Ֆրանսերենից կան, ռուսերենից ավելի շատ խորհրդային տարիներին եւ ասելիքս ամփոփում եմ հետեւյալ կերպ. միշտ չէ, որ միջնորդավորված թարգմանությունը ավելի վատն է, քան ուղիղ թարգմանությունը։ Մի շատ հայտնի գիրք կա, որ էլի ուսուցիչներին է ավելի շատ հայտնի, Մարկեսի 100 տարվա մենությունը։ Կա բնագրային թարգմանություն եւ կա միջնորդավորված թարգմանություն, միջնորդավորված թարգմանությունը հայերենի իր հնչողությամբ եւ որակով միանշանակ գերազանցում է, թեև ես բնագրային թարգմանության մասին չեմ կարող որևէ վատ բան ասել։ Սա էլ թարգմանության վերջին տեսակն էր, որ ես կուզենայի դուք ծանոթ լինել, երբ տեքստը թարգմանվում է ոչ թե բնագիր լեզվից, այլ մեկ երրորդ լեզվից, պատճառները տարբեր կարող են լինել, առաջին պատճառը իհարկե բնագիրի լեզվին անծանոթ լինելն է, երբ չկա բնագիր լեզվի մասնագետ։ Այժմ մենք այդ խնդիրը չունենք, բայց ամեն դեպքում մի կողմ նետել միջնորդավորված թարգմանությունները իհարկե սխալ է։ Բացի Հարի Փոթերի 6 հատորներից էլ ինչ գրքեր եք թարգմանել։ Փորձեմ հիշել եւ թվարկել, ինչպես ասացի, ես թարգմանել եմ Փիթեր Փենի մասին 2 գիրք։ Առաջինը, որ կոչվում էր Փիթեր Փենը Քենսինգտոնյան այգիներում,
երկրորդը Փիթերը եւ Վենդին։ Հեղինակը շոտլանդացի մանկագիր J.M. Barrie-ն է։ Դուք այս գրքին հրաշալիորեն ծանոթ եք, այս պատմությանը ֆիլմը հավանաբար նայել եք։ Թարգմանել եմ Պինոկիո եւ Ալիսը հրաշքների աշխարհում ադապտացված գրքեր փոքրիկների համար։ Թարգմանել եմ Վինի Փուհ Արջուկի 2 մասերը։ Թարգմանել եմ վերջին գիրքը, որ լույս տեսավ։ Տեսեք, Հարի Փոթերը որպես ֆոն է գնում, կարծես իմ մշտական աշխատանքն է։ Ընդմիջումներին, օրինակ վերջին ընդմիջումին թարգմանել եմ Մերի Փոփինսը։ Եվ իհարկե երևի իմ ամենասիրած գիրքը Խորհրդավոր պարտեզը։ Մի հարց եմ ուզում տալ, ինչի եք որոշում հենց այդ գրքերը թարգմանել։ Հա, շատ լավ հարց է, բայց պատասխանս մի քիչ տեխնիկական բնույթ կունենա։ Տեսեք, ես որոշում եմ թարգմանեմ թե ոչ, բայց որ գրքերը որոշում է հրատարակիչը։ Այսինքն, եթե շատ պարզունակ ասեմ, մեծ մասը այդ գրքերի պատվերներ են, հրատարակչի պատվերներ, ես չեմ սահմանափակվում հետևյալ կերպ։ Ես թարգմանում եմ միայն մանկապատանեկան գրականություն եւ ֆենթեզի։ Սրանք են իմ սահմանները, բայց առաջարկները հիմնականում գալիս է հրատարակչից։ Հարցս հետևյալն է, ինչքան է մոտավորապես տևում մի գրքի թարգմանությունը։ Կախված նրանից, թե ինչ ծավալ ունի գիրքը, եթե դուք Հարի Փոթերի մասին եք հարցնում, կարող եմ կոնկրետ մի բան ասել։ Առաջին հատորի թարգմանությունը լույս է տեսել 2016 թվականին։ 24 թիվն ենք եւ ավարտել եմ 6-րդը։ Դերևս մի 3 անգամ ավելի արագ լիներ, բայց հարցը այն է, որ ես ունեմ նաեւ այլ պարտականություններ։ Դասավանդելու, գիտական աշխատանքով զբաղվելու, եթե միայն թարգմանեի, կարծում եմ տարին 2 կամ 3 հատոր կթարգմանվեր։ Հարցս թե որ թարգմանած գիրքն էր ամենադժվարը։ Հետաքրքիր հարց եք տալիս, յուրաքանչյուր գիրք ունի իր դժվարությունը։ Հիմա զարմանալի բան պետք է ձեզ ասեմ, ուրեմն ընդմիջումներին ծավալուն գրքերի թարգմանության շատ հաճախ ես թարգմանել եմ պատկերագրքեր, picture books, գրքեր, որոնց ծավալը մի 7-8 էջ է, ամենափոքրերի համար։ Այդ սեղմ բովանդակությամբ փոքր ծավալով գրքերը ես թարգմանել եմ ամենամեծ դժվարությամբ, որովհետև երբ դու ունես շատ փոքր տեքստ, կարծես չես հասցնում թափ առնել եւ շատ դժվար է թարգմանել ամենափոքր տարիքի, ամենանուրբ տարիքի ընթերցողի համար։ Բառապաշարի ընտրությունը, սյուժեի վերարտադրությունը, սա տեխնիկական դժվարություն չէ, այլ նույնիսկ հոգեբանական։ Իմ հարցը հետևյալն է. փոքր ժամանակ հաճախել եք ինչ-որ պարապմունքի։ Այո, ասեմ, որ երբ ես փոքր էի ձեր տարիքում, այսպիսի բազմազանություն չկար պարապմունքների, աշակերտների մեծ մասը գնում էին երաժշտական դպրոց, դա կարծես պարտադիր մի բան էր։ Այո, ես հաճախել եմ երաժշտական դպրոց, ունեցել եմ շատ լավ ուսուցիչ, ազգությամբ լեհեր, ինչու եմ շեշտում, երաժշտության ուսուցչից եմ ես սովորել աշխատել համառորեն, աշխատել, լսել, իդեպ, լսել թարգմանությունը, իմ գրած տեքստը լսել ականջով, ես սովորել եմ երաժշտական դպրոցում, ոչ թե հանրագրթական։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Ամենաջերմ հիշողությունը ես հիշում եմ ինձ աղջնակ տարիքում, հավանաբար 4-5 տարեկան, եւ իմ ծննդյան օրը հայրիկս բալենի էր տնկել։ Հիշում եմ ինձ հասած պտուղներով բալենու տակ նստած, ճյուղերի տակ։ Երբևէ չի կրկնվել այդ զգացողությունը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Հավանաբար ինչ-որ շատ հետաքրքիր դաս, մասնավորապես անգլերենի դաս, արդեն ասացի երեխաներին հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Գրականությունը, ռուս գրականություն, անգլիական գրականություն եւ իհարկե հայ գրականություն։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Իմ անգլերենի ուսուցիչները եւ մայրիկս։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Նույնը կընտրեի, միանշանակ ես նվիրվել եմ թարգմանությանը եւ հեքիաթի ուսումնասիրությանը, նույնը կընտրեի։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից,
Որ օրը կընտրեիք։ Ես ոչ մեկը կանեի, ոչ մյուսը, որովհետև տարիների հետ մի փոքր սնահավատ եմ դարձել։ Ես հետ չէի գնա, որովհետև անջրպետված եմ երկրաշարժով։ Իսկ առաջ չէի գնա, ես չեմ ուզում իմանալ ինչ է լինել։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ 19-րդ դարի վերջ էր։ Կապ 20-ի սկիզբ։ Հնարավոր է Անգլիա, որովհետև շատ եմ սիրում այդ շրջանի հեղինակներին, Վիկտորյան Անգլիա, եւ գուցե Կիլիկյան Հայաստան, արդեն այլ դարաշրջան։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Գիտեք, հավանաբար թարգմանել եմ գրքեր, որոնք երեխա ժամանակ շատ եմ սիրել։ Նոր եմ թարգմանել։ Օրինակ Եսասեր հսկան Օսկար Ուայլդի, որը հայերեն շատ թարգմանություններ ունի, ես նորից եմ թարգմանել։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ինձ խանգարել է թերևս ավելի ծանրաբեռնված լինելը աշխատանքով, քան ես կուզենայի։ Բազմազբաղությունը, multitasking-ը, ինչպես անգլերեն են ասում։ Կուզենայի ավելի հանգիստ աշխատել։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Չեմ կարծում խորհուրդ տայի, գուցե կգրկեի ինքս ինձ։